Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք, ես պիտի խնդրեմ այդ հարցը դնեք, որ երեք կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացվեց Սրբավայր, գիտեք, Ստեփանակերտում հիմնարար երկու եկեղեցի Մայր տաճարն ու հողին հավասարեցրեցին, բացի այդ մի քանի եկեղեցիներ են արդեն այսպես ավիրելու բան ճանապարհին եւ ինչ է պատասխանում այս հարցի հետ կապված Նիկոլը ինչ է ասում, շատ կոնկրետ, ոնց որ Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչը ինչպես է արդարացնում դա, այստեղ նաև հարց է բարձրացնում, հարցը միայն լսենք, հա, պատասխանը ինքը Նիկոլը արդարացնում է այս ամեն ինչը։ Երբ Արցախի եկեղեցիների քանդման մասին էիք խոսում, ինչու չեք դատապարտում հարցին, դուք ասացիք, որ ձեզ հետաքրքրում են Հայաստանի տարածքի, Հայաստանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները, եւ մենք տեսանք, որ նախորդ ասուլիսում ձեզ նաեւ հարց հնչեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, եւ դուք դարձյալ նույնանուն պատասխան տվեցիք, որ չեք պատրաստում այդ հարցը բարձրացնել եւ նաեւ ասացիք, որ խնդիրն ունի երկու մաս, երկու կողմ, ինչպես Արցախի եկեղեցիների մասով եք ասել, այսինքն դարձյալ ինչ է նշանակում, ինչ է ստացվում։ Հայաստանի տարածքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները նույնպես ձեզ չեն հետաքրքրում, որովհետեւ նույնանուն պատասխան տվեցիք այդ հանցագործություններին, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի տարածքում նաեւ զինծառայողներին խոշտանգված ու սպանել էին։ Ասացիք մի խոսքով հարցը չեք բարձրացնում միջազգային ատյաններում եւ ես ուզում հարցնել ինչու Արցախի եկեղեցիների հարցը չեք պատրաստվում բարձրաձայնել դուք լավ շատ լավ այս անջատի ահա բաչե լավ պաշտոնական ներկայացուցիչ դե բարձ էլի լղոզում է ասում է հիմա եթե գնանք Արցվաշենել ինչ պետք է տեսնենք ուզում ասի եթե այնտեղ հանկարծ մի բան լինի դուք ոնց եք վարվելու ինչ եւ ոչ մի խոսք այդ խոշտանգված բան հայերի մասին այս տարածքում լղոզված ադրբեջանցիներին արդարացնող բան իմիջիայլոց արժե այստեղ հիշել ասում էին ինչ էին ասում տիրադավ ինչ տիրադավ այդ պիղծ իմիջիայլոց դեռ հայտնի էլ չի քանիսը մնացին պարոն Նահապետյան ոնց որ քիչ են մնացել չգիտեմ ինչ է բայց միայն դրանով չի ես հայտարարություններ չեն լսվում ասում են որ Արցախի թեմի առաջնորդը ոչ միայն ճանապարհները փնտրում ես չգիտեմ օրինակ այն բոտեքսի զոհ կամ բոտեքսի անուշավան սրբազան էր ինչ է անում օրինակ ինչով ազգա էլի արարողություններ անում ինչ է անում հիմա այս դուք պիղծել չեք չգիտեմ ավելի բան բառեր կա մեր լեզուն շատ հարուստ է ես չգիտեմ ինչ ասեմ ձեզ ես ուղղակի ստույլ չեմ տալիս ասելու այդ տիրադավներ այս մարդը պղծված ավիրված եկեղեցիների հետ կապված ասում եմ մեջ դուք այդ բանով է ինչ է զբաղված բարենորոգմամբ կճոյան ես ինչ աղպես այն մյուսը էս հա ձեր բարենորոգումը Հա, ավիրված եկեղեցու հետ կապված, ես խնդրում եմ էստե ու ընդհանրապես չգիտեմ ժամանակը չի, որ սրանց կարգալույծանի, հա, ասենք թե այն խուժանը, կոնկրետ մասիացնոտի հետ առաջնորդի հետ Գևորգ, ինքը խուժան է, այդ խուժանին, բայց ինքը խուժան է, այդ խուժանին այսօրվա այս ազգակործան իշխանությունը ոստիկանությունով պահում է, մարդուն բանից իր ժողովրդից պաշտպանում է ոստիկանությունով, հոգևորականին, հասկանես խուժան էլ չես, բանձիտ ես, չգիտեմ սրիկա ես, ինչ ես, հիմա մի հատ դրանց մասին խոսեք էլի, այս պահին, որ այս պղծությունը շարունակվում է, մեր տաճարները հողին են հավասարեցվում, եւ այս մարդը արդարացնում է դա, ոչ մի դատապարտող խոսք չկա, եւ անգամ սենց բանի նայելով ասում է, չի էլ պատրաստվում սա միջազգային հարթակներում բարձրացնելու, ես կարծում եմ անգամ մուսուլման կարող է լինի, արաբ, չգիտեմ, կամ տաջիկ, որ տեսնեն տաճարները հողին են հավասարեցնում ձայն բարձրացնեն դու ինչքան պիտի հայ ժողովրդի հետ կապ չունենաս քրիստոնեության հետ մատել ասում ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ չգիտեմ ինչքան դու պիտի կապ չունենաս ես արձագանքեմ ձեր հարցին պաշտոնական հայտարարությամբ այդ թեմայով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնապես Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը, սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ
քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները ապօրինի շինություն որակելը մերժելի է եւ այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է եւ մշակութային եղեռնագործություն։ Բացահայտ անհիմն եւ ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը հայոց եկեղեցու հասցեին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ, հասկանում եք որտեղ են տանում։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ եւ հայկական հետքի հետևողական վերացմամբ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական եւ իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։ Իսկ այդ 10-ից 7-ն են մնացել, 3-ը չկան։ Ուր են դրանց ծպտուն կա, ինչ որ կեցված կա։ Չրանուշավան, Կճոյան, մի հատ Սամվել էր ճակատություն։ Եվ հետեաբար արձանագրենք հետևյալը, եկեղեցին հետևողական է, իրեն տրված իրավունքների, լիազորությունների, ասենք, շրջանակում կեցված դրսևորելու այն ինչ կատարվում է։ Իսկ տիրադավերը, բերանները սկոչած, վախվորած, ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցներով շրջափակված, այդպես բան են անում։ Քիչը հենց նոր Սալավյովի էջում գրեցին Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը Եվրոպարլամենտի հետ, Եվրախորհրդարանի հետ, եւ parlament страны на пленарном заседании։ Հիմա այդ մարդիկ դա են եւ կարծում եմ երկրային դատել են ունենալու, այնպես չի որ երբ պահը գա եւ տիրոջ դատաստանի արժանանան ըստ իրենց արած ու չարածների պատասխան կտան։ Այստեղ էլ ժամանակ դեռ կա եւ յուրաքանչյուրը իր արածների համար պատասխան է տալու, այնպես չի որ մտածում են հանգարց կարող անցնի։ Գնանք միտեղ կծվարենք, թաքնվենք, գնանք, ասենք, պլաստիկ վիրահատություն կանենք, սերներս կփոխենք, հա, իքական կդառնանք, չեն ճանաչի։ Ճանաչելու ենք, բերելու ենք, դատելու ենք։